Ողջույն բոլորին, ես այսօր մի շատ կարևոր հանդիպման եմ։ Պետք է գնամ կանանց իրավունքների պաշտպանության գլխավոր գրասենյակ եւ պետք է հանդիպում ունենանք բաժնի ղեկավարի հետ։ Այդ հանդիպման ժամանակ մենք պետք է քննարկենք մեր այս տարվա անելիքները եւ ստանանք նոր հանձնարարություններ, ինչպես նաեւ կքննարկենք լայնամասշտաբ պլանները, որոնք պետք է կատարվի ոչ միայն Ստրասբուրգում, այլ նաեւ Ֆրանսիայի ամբողջ տերիտորիայում։ Ասեմ, որ այդ գրասենյակը գործում է նաև Հայաստանում, կանանց իրավունքների պաշտպանության գրասենյակ է եւ հարկ եղած դեպքում կարող են այնտեղ ապրող կանայք նույնպես օգտվելու այդ գրասենյակից պաշտպանելով իրենց իրավունքները, եթե ունեն կարիք անվճար իրավաբանների եւ հոգեբանների, կարող եք օգտվել այդ ծառայություններից, եթե չգիտեք ուրիշ ում կարող եք դիմել։ Եվ շատ կարևոր է այդ մասին իմանալ, դա միջազգային կառույց է, որ գործում է բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Հիմա ես ձեզ ցույց կտամ իմ զարդերը, այն զարդերը, որոնք նախատեսել եմ կրել այդ հանդիպմանը։ Ուրեմն այս թևնոցը, ամիթիստե թևնոց է, էլաստիկ, մատանիս ու այս կոմպլեկտը ականջողերն ու բրոշը, որոնք նախատեսել եմ կրել այդ հանդիպման ժամանակ։ Ասեմ, որ այս նախաձեռնությունը կամավոր սկզբունքներով է տեղի ունենում եւ մենք անվճար ենք ցուցաբերում մեր օգնությունը այդ կանանց եւ շատ ուրախ եմ, որ անվարձահատույցը, այսինքն նրանք չունեն էլ որևիցե բան, որ նվիրեն մեզ կամ շնորհակալություն հայտնեն եւ այդ ամենը շատ մեծ հաճույք է ինձ իսկապես պատճառում, որ դու անում ես մի բարի գործ առանց սպասելու դիմացի ինչ-որ բան եւ իսկապես մեծ հաճույքով եմ ես դա անում։ Եթե մնամ տանը մի բան ավել պատրաստեմ կամ գնամ աշխատանքի մի քիչ ավել գումար աշխատեմ, դա այն կյանքը այդքան չի լցնի, այդքան մեծ ուրախությամբ, որքան այդ կամավոր սկզբունքներով կատարված գործը, սիրով արված աշխատանքը այն մարդկանց համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ 6 ans que je suis arrivée en France, revenue en France parce que j'étais au Canada avant, j'étais au Québec. Donc je suis franco-canadienne. Et donc moi je travaille à la ville de Strasbourg depuis 6 ans aussi maintenant. Et je m'occupe d'un service qui s'appelle la mission droits des femmes et égalité de genre à la ville de Strasbourg, qui organise notamment le colloque chaque année. Je ne sais pas si vous voulez que je donne plus d'infos maintenant, mais sinon on finit le tour. Սոֆի Կլերկը կանանց իրավունքների հավասարության գրասենյակի բաժնի պետն է Ստրասբուրգում։ Մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք հատուկ դեպքեր, որոնք ես չեմ հրապարակի, քանի որ կապված են իրական անձերի ու նրանց ոտնահարված իրավունքների հետ։ Ինչպես նաև ողջ Ֆրանսիայի մասշտաբով մենք նախապատրաստվեցինք հոկտեմբեր ամսվա մեր անելիքներին։ Ֆրանսիայում հոկտեմբեր ամիսը համարվում է վարդագույն ամիս, նվիրված է կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Ամեն տարի կազմակերպվում է վազքի մարաթոն բոլոր ֆրանսիական քաղաքներում։ Այդ մարաթոնին մասնակցում են հազարավոր կանայք բոլոր կոլեկտիվներից իրենց վերադասների հետ միասին, միահամուռ կերպով դուրս են գալիս վազքի կամ արագ քայլքի, եթե կան առողջական սահմանափակումներ որոշ անձանց դեպքում։ Հոկտեմբեր ամսին ընդունված է, որ կանայք կրեն վարդագույն հագուստ կամ էլ եթե ոչ, ապա ժապավեն վարդագույն գույնի աքսեսուարի տեսքով։ Այս միջոցառման խորհրդանիշը վարդագույն ժապավենն է։ Վարդագույն հոկտեմբերը ամենամյա աշխարհային իրազեկման արշավ է, որը նպատակ ունի կանանց կրթել կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի մասին եւ միջոցներ հայթայթել հետազոտությունների համար։ Առաջին արշավը Ֆրանսիայում տեղի է ունեցել 1994 թվականին Estée Lauder խմբի կողմից կազմակերպված եւ իր ստեղծման օրվանից վարդագույն հոկտեմբերը ոգեշնչման աղբյուր է ծառայել ամբողջ աշխարհի արվեստագետների համար եւ այս խորագրով արվեստի հրաշագեղ գործեր են ստեղծվել։ Փարիզի Էյֆելյան աշտարակը, ինչպես նաև շատ հուշարձաններ աշխարհի տարբեր երկրներում լուսավորված են լինելու վարդագույնով նշելով այդ իրադարձությունը։ Մենք նույնպես դուրս ենք գալու մարաթոնյան վազքի այդ օրը մեր աջակցությունը հայտնելով կրծքագեղձով տառապող կանանց, ինչպես նաև կազմակերպվելու են լայնամասշտաբ հետազոտություններ կրծքագեղձի հետազոտություններ շատ կանանց համար կկազմակերպվեն հանդիպումներ համապատասխան մասնագետների հետ։ Նշեմ, որ տարեկան հազարավոր կանայք են
գալիս Ֆրանսիա հենց այդ նպատակով, քանի որ իրենց երկրներում չեն ստանում համապատասխան բուժում, եւ թողնելով իրենց ընտանիքներին, իրենց երեխաներին գալիս են Ֆրանսիա այդ նպատակով, որպեսզի ստանան պատշաճ բուժօգնություն։ Ամենասոսկալի իրավիճակը աֆրիկյան երկրներում է։ Եղել են դեպքեր, երբ առանց անեսթետիկի, այսինքն անզգայացման տեղի է ունեցել կրծքագեղձի վիրաբուժական միջամտություն ընդհուպ մինչև ուշագնացության, եւ այդպիսով շատ են թողնում իրենց երեխաներին աֆրիկյան երկրներից, մասնավորապես տեղաշարժվում են բաց օվկիանոսով, փչած նավակներով, վտանգելով իրենց կյանքը։ Եթե ուրիշ երկրներից գալիս են այստեղ շատ ընտանիքներ, ինչպես նաև այդ թվում կանայք, միայնակ կանայք, որպեսզի ստանան համապատասխան բուժօգնություն, որակյալ բուժօգնություն, զոհաբերելով իրենց կոմֆորտնի կյանքը, իրենց տները, հանգիստ միջավայրը, ապա աֆրիկյան երկրներում լրիվ այլ է իրավիճակը, այնտեղից եկող կանայք վտանգում են իսկապես իրենց կյանքը բաց օվկիանոսով, բաց նավակներով, Ֆրանսիա ստանալու այդպիսի օգնություն կրծքագեղձի հետազոտությունների ու վիրահատական միջամտությունների համար, եւ ոչ միայն կրծքագեղձի, շատ այլ խնդիրներ են լինում։ Եվ այս մասին կանայք որոշել են չլռել, բարձրաձայնել, այդ իսկ պատճառով հոկտեմբեր ամիսը համարվել է վարդագույն ամիս եւ ամեն տարի այդ մարաթոնը տեղի է ունենում վազքի ուշադրություն, հիշեցում որպես հանրության համար, եւ այս տարի էլ բացառություն չէ, եւ մենք մեր խմբով նույնպես կմասնակցենք այդ մարաթոնին։ Նշեմ, որ Սոֆի Կլերկը 2025 թվականին եղել է Հայաստանում։ Շատ մեծ տպավորություններ նա ունի իր այցելությունից Հայաստան։ Նա անդադ այդ մասին էր խոսում մեր հանդիպման ժամանակ, պատմում էր, կիսվում էր իր էմոցիաներով այդ ճամփորդության վերաբերյալ։ Ինչպես երևում է, շատ անմոռանալի ճամփորդություն է նա ունեցել դեպի Հայաստան, ինչի համար ես շատ ուրախ եմ, ոգևորված ու ոգեշնչված։ Ոնց եմ սիրում ես ֆրանսիական պարզ կյանքը, երբ չկա մրցակցություն, երբ չկա այդ մրցավազքը, որ ցույց տան, որ իրենք ավելի կայացած են, որ իրենք ավելի ամեն հարցում ամենան են, ընդհակառակը Ֆրանսիայում ընդունված է, որ մարդիկ վարեն պարզ կյանք, այ օրինակ պաշտոնյան կարող է աշխատանքի գնալ հեծանիվով, ոչ մեկ չի մտածի, որ ինքը չունի գումար մեքենա գնելու համար, ոչ, հնարավոր է ունի եւ ծառայողական մեքենա, եւ սեփական անձնական մեքենա, բայց գերադասում է աշխատանքի գնալ հեծանիվով, եւ դա քննարկման ենթակա չէ։ Օրինակ, կարելի է նախընտրել սուրճը խմել գետի ափին եւ վայելել այդ հանգստությունը, քան սրճարանի ներսում, որտեղ կա աղմուկ եւ շատ մարդիկ, եւ չես կարողանում լիարժեք լիցքաթափվել, ինչպես որ կցանկանայիր, եւ նորմալ է գետի ափին ուղղակի սրճել, դրան ոչ մեկ վատ աչքով չի նայում, որ չունի գումար, չի գնում սրճարան, կամ ինչպես ընդունված է շատ երկրներում գնում են սրճարան հատուկ նկարվելու ինստագրամյան էջերի համար, որպեսզի ցույց տան այս վայրում են եղել կամ այն վայրում են եղել, նման բան չկա Ֆրանսիայում։ Եվ այս պարզ ու հասարակ կյանքը ինձ շատ է դուր գալիս, որովհետև հոգնեցուցիչ չէ, չկա այդ մրցավազքը, իմ մեքենան իր մեքենայից ավելի թանկ կլինի, վայ ինքը գնաց այստեղ, ես գնամ ավելի լավ տեղ, չկա նման բան։ Եվ սա իսկապես շատ գովելի է եւ լավագույն ապրելակերպն է։ Պարզ հասարակ կենցաղ վայելելը առանց մրցավազքի, առանց ցուցադրության, առանց առաջացնելու մարդկանց մոտ այնպիսի ֆեյք իրավիճակ, որ ամեն ինչ կարգին է, իր մոտ ամեն ինչ արդեն ամենալավ վիճակում է։ Շատերը անգամ վարկ են վերցնում, ես գիտեմ շատ մարդիկ, շատ երկրներում, որտեղ ընդունված է այդ մրցակցությունը, վարկ են վերցնում, որպեսզի ցույց տան, որ իրենք ոչ մի բանից ոչնչով հետ չեն մնում։ Այո, սա իսկապես սխալ է, առաջացնում է շատ խնդիրներ, ինչպես ֆինանսական, տնտեսական, այնպես էլ էմոցիոնալ, հոգեբանական, որովհետև մարդը ամեն ամիս պետք է պարտադրված լինի այդ գումարները մարելու, կամ էլ թեկուզ եթե վարկով չի գնել, այդ գույքը պետք է պահպանել, ապահովագրել, մաքրել եւ այլն։ Այսինքն ես կողմ եմ այն ապրելակերպին, որ բավարարվել եղածով այնքանով, ինչքան քեզ հարկավոր է, պետք է տվյալ պահին, տվյալ ժամանակաշրջանին։ Պետք կլինի վաղը փոփոխություններ կատարել, նոր բաներ գնել, դրա կարիքը կլինի, կարելի է, դժվար չէ ցանկացած պահին անել այդ գնումը, խոշոր թե փոքր նյութական իրեր, դա կարևոր չէ։ Կարևորը այն է, որ չլինի այդ մրցակցությունը եւ պարտավորությունը։ Հետ չմնալու մյուսներից, այնինչ երբեմն հնարավորությունները այն չեն, ինչ որ մարդիկ ցուցադրում են։ Այո, հնարավոր է մարդը ոչինչ ցույց չտա, բայց իրականում շատ բան ունենա, ինչպես ֆրանսիացիների մոտ է,
Հնարավոր է մարդը ընդհանրապես ոչինչ չունենա կարողությունների ֆինանսական, բայց գնա վարկ վերցնի ու ցույց տա, որ ինքը ունի շքեղ մեքենա, շքեղ առանձնատուն եւ շատ այլ բաներ։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ փորձով, հյութեր ենք պատվիրել ու մոխիտո, այս կայքից, Joy Buy կայքը Amazon-ի կոնկուրենտն է, ահա QR կոդը, նոր ստեղծված կայք է, որտեղ կա ամեն ինչ, գրեթե բոլոր ապրանքանիշերը, ինչը կա Amazon-ում, ավելի մատչելի գներով Amazon-ից ու խանութներից։ Օրինակ, այս 24 հատ մոխիտոյի համար վճարել ենք 15 եվրո եւ հյութերի համար նույնպես այսքանի դիմաց վճարել ենք 15 եվրո, ընդհանուր առմամբ կազմել է 30 եվրո այս ամենը։ Հյութերի ողջ տեսականին, որը որ մենք ենք ընտրել ու պատվիրել ենք, լիտրու կեսանոց հյութեր են տարբեր համերի, ինչպես տեսնում եք, հարուստ համային գամա է այստեղ արկա։ Եվ մոխիտոն, որը առանց ալկոհոլի է, բայց ալկոհոլային տարբերակի սիրահարները այս գազավորված ըմպելիքը կարող են խառնել օղու հետ եւ կստանան մոխիտոյի ալկոհոլային տարբերակը։ Տդմ, երկու փաթեթ, հիմա կասեք, հաստատ զարդեր են, չէ, բայց ոչ, այս անգամ զարդեր չեն։ Եկեք բացենք ու տեսնենք ինչ կա այստեղ։ Ամառը վերջացավ, եկավ աշուն, թեյերի շրջան է արդեն լինելու, աշուն ձմեռ, այսպիսի լավ թեյ ենք գնել, այս գորտը վկայում է որակի մասին, համեղ սև թեյ է, ես սև թեյ շատ եմ սիրում, կարելի է ասել հիմնականում գերադասում եմ ավելի շատ սև թեյ խմել, քան կանաչ։ Եվ սովորական սև թեյ չէ, սև թեյերը ես սիրում եմ խառնուրդներով, ծաղիկների, մրգային համերով, տվյալ դեպքում հատապտղային է, մալինավարդ եւ լիչի։ Լիչին էլ է համեղ ինչ-որ հատապտղի նման է, բայց կորիզ ունի, շատերը երևի գիտեք դա ինչ է, կտեղադրեմ նկարները, ովքեր չգիտեն։ Համային համադրությունը կարծում եմ շատ նուրբ ու իդեալական է, որովհետև լիչին էլ ունի վարդի համի թեթև երանգ եւ կարծում եմ մալինան վարդը եւ լիչին իդեալական տարբերակ կլինի սև թեյի հետ համադրությամբ։ Ես ասացի, որ գերադասում եմ սև թեյ, բայց ահա այս տուփում, տեսնենք ինչ կա այս տուփում։ Yoshi-en, ահա Yoshi-en մաչան, պրեմիում դասի մաչա է, մաչան ընդունված է ասել, որ կանաչ թեյի տեսակ է, բայց դա այդքան էլ այդպես չէ, ավելի շատ փոխարինում է սուրճին, քան թեյին։ Պրեմիում դասի մաչա է սա, ճապոնական ծագման, այսինքն արտադրվել է Ճապոնիայում, բայց փաթեթավորվել է Գերմանիայում, որովհետև այս բրենդը գերմանական է։ Ահա այստեղ այդ մասին երևի թե ասվում է, որ մաչա պրեմիում դասի է, բացակարգ որակյալ մաչա ենք խմելու։ Անպայման ձեզ տեղյակ կպահեմ իմ տպավորությունների մասին, այսինքն կգնահատեմ 10 բալային տարբերակով, փորձելուց հետո կասեմ, թե քանի բալ եմ տալու այս մաչային։ Դեռևս բացված չի, լավ եմ փաթեթավորել, որտեղ մաչան հակում ունի խոնավանալու։ Եկեք բացենք եւ նախ տեսնենք արտաքին տեսքից ինչպիսին է գույնը։ Ու հոտը այնպես անուշ է բուրում, վարդի լիչի հոտը անմիջապես եկավ, արդեն հոտից հասկացա, որ շատ համեղ թեյ է լինելու այս թեյը։ Անպայման խորհուրդ կտամ փորձեք երկուսից էլ, վստահ եմ, որ երկուսն էլ համեղություն է ուղղակի, համեղություն։ Ես պատրաստվում եմ այս աշնանը ու ձմռանը խմել այս մաչան եւ այս թեյը։ Թեյերի տեսակների իհարկե շատ ունեմ, մաչայի նույնպես, բայց կգերադասեմ օգտագործել այս երկուսը։ Պրեմիումը ուրիշ է, էլի, ուրիշ է։ Ամեն դեպքում ուրիշ է։ Անմիջապես հոտից կումես։ Այդպիսի մի խոսք կա, չէ՞, մենք այն ենք, ինչ ուտում ենք կամ այն ենք, ինչ խմում ենք, դա իրոք այդպես է, որովհետև կյանքի որակը փոխվում է։ Խմեք մաչա ինձ հետ միասին եւ կհամոզվեք, թե որքան լավ կզգաք ձեզ, հիշողությունն է լավացնում, ճարպերի այրումը եւ ինչպես նաեւ կենտրոնացումը։ Հոյակապ ըմպելիք է մաչան։ Սովորեցնելու վրա է, սկզբում անսովոր է օտը համը, բայց հետո երբ սկսում ես խմել, արդեն սովորում ես։
Օրվա գնումները Ocean սուպերմարկետից դաշտի լոլիկ է, շատ լավ է, որ այս սորտն է, որտեղ այստեղի լոլիկները համեղ չեն, բայց սրանից համ լավ հոտ է գալիս, անուշ դաշտի լոլիկի համեղ նշված է կանաչ պղպեղ, գարեջրեր, այս մուսն է շատ համեղ է այս մուսը, այս անգամ այս սա վերցրեցինք բատոն հաց, 1 կիլոգրամանոց անձիվ, ալզասյան քաղցր ելակ, միղծիլ, պանիրներ ու ձկնամթերք։ Ահա այսքանն էր Օշանից գնումներ այսօրվա եւ այս ամենի դիմաց վճարել ենք ընդամենը 50 եվրո 15 արտիկլի դիմաց։ Գոպին տանձ է ուտում, տանձիկ ես ուտում գոպի ամենասիրած միրգն է, ամենասիրելի միրգն է գոպի տանձիկը, ինչով ես ուվա ուտում, սա կամաչի էլ չի ուտես գոմավոր նկարում եմ, այնքան շատ է սիրում, որ կամերային է ուշադրություն չի դարձնում, հա գոպի, շատ է սիրում դու տանձիկ գոպի, եկեք լավ կեր չխանգարեմ։